Շնորհակալություն, հարգելի պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, հանձնաժողովում քննարկելու ընթացքում ես ռիսկերի վերաբերյալ իմ կարծիքը ասեցի, եւ այդ կարծիքը այդ ռիսկերի վերաբերյալ չի փարատվել։ Տեսեք, մենք ասում ենք on-line ծրագրերից օգտվելով գործարքներ կատարել, այն դեպքում, երբ որ բազմաթիվ են խակերները աշխարհում, որ կարող են շատ հեշտ այդ ծրագիրը ջարդել եւ մտնել եւ քաղաքացին իր տանը նստած բարձր ուրիշ տունը վաճառվել է։ Հետևաբար մյուս օրինակը կինը եւ ամուսինը համասեփականատեր լինելով կարող է կինը կամ ամուսինը առանց մյուսի համաձայնության, այսինքն նրա տվյալները ներբեռնելով գործարք կատարի եւ բարձր որ ամուսինը վաճառել է կնոջ պատկանող տունը առանց կնոջ համաձայնության։ Այսինքն այս on-line կարգավորումների ռիսկերը մեծ են եւ կարծում եմ որ պետք է մենք լրացուցիչ ֆիլտրեր դնենք կամ լրացուցիչ այդ ռիսկերը կարողանանք չեզոքացնել, մասնավորապես նոտարական գործունեությանը տվյալ դեպքում կարող է մեծապես օգնել այս գործարքների ռիսկերի նվազեցմանը, որ գոնե նոտարական հաստատումից հետո գիտես պատասխանատու կառույց կա, որը անհատական պատասխանատվություն է կրում իր գույքով։ Բայց եթե մենակ կադաստրի համակարգով ենք անում, կադաստրը կոլեկտիվ պատասխանատվության մեխանիզմն է, որը ի վերջո պետության պատասխանատվությանն է մնում։ Ի վերջո կյանքը ցույց է տալիս, որ նոտարական գործարքների ժամանակ քաղաքացիների վստահությունը առավել մեծ է, հետևաբար կառաջարկեի հետագայում ես համաձայն չեմ այդ նախագծին, բայց քանի որ մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում մենք համատեղ կոնսենսուսի ենք եկել եւ պիտի կողմ քվեարկեմ, անպայման առաջարկում եմ, որ կադաստրի կոմիտեն լրացուցիչ ֆիլտրերի մասին, լրացուցիչ ապահովության մասին մտածի եւ որևէ նախագծով կարողանանք փարատել այս կասկածները։ Շնորհակալություն։